Հիսուսի անունով եւ այս շարքը կարծում ենք մենք վաղ շարունակենք, այնպես որ վաղը սպասում ենք ձեզ ձեր էկրանների մոտ եւ գիտեմ, որ Աստված բաներ անելու։ Լինես օրհնված եւ այսօր էլ պատրաստ եղի, որտեղ Աստծո ձեռքը հպվելու է, ես տեսնում եմ մի կլեչատնի, հա, վանդակավոր հագած մի մեջը կանաչ գույն կա, մի մարդ, չեմ կարող հասկանամ, կարծում եմ տղամարդ է, եւ հենց հիմա ինքը կանգ առավ էկրանի մոտ, եւ հիմա ես քեզ ուզում եմ ասեմ, տարիներ քեզ Տերը կանչում է ու դու տարիներ ձեռով ես անում, ուզում եմ իմանաս, որ Աստված է, որ քեզ կանչում է եւ սա մի հաղորդում չի ուղակի հեռարձակվող եւ եղիր օրհնված, իմացի, որ Աստված քեզ տարիներ փնտրել է, դու ես փախել Աստծո կամքից։ Ամեն։ Քո առաջ մեր սրտերն ենք բերում, որովհետև դու սրտերն ես տեսնում եւ բարձրացնում ենք մեր ձեռքերը խնդրելով քեզ։ Աստծո հոգի մեր անհավատությունը վերցրու եւ մեզ հիմա հավատք տուր։ Երեխայի հավատք, որը որ չունի տրամաբանական հիմքեր, որ չհավատա։ Ցավոք մենք շատ տրամաբանական տարբեր հիմքեր ունենք։ Մենք ունենք փորձառություն, մենք լսել ենք պատմություն, ի վերջո աղոթել ենք չեղել։ Մեզ երեխայի նման դարձրու Տեր։ Մենք ուզում ենք հավատալ եւ չկասկածել։ Մենք խնդրում ենք հիմա հավատքի հոգի, Աստծո հոգի, արի մեր վրա, ասա արի ինձ վրա Աստծո հոգի եւ հավատք բեր, Տեր։ Ես չեմ ուզում քեզ վիրավորեմ, քո վերքերը ինձ համար շատ թանկ են, Տեր։ Հպվի մեզ։ Նա հպվեց Նա հպվեց եւ հիմա ձեռքդ մեկնի դեպի վեր, ասելով ահա իմ ձեռքը, ես ասում եմ, որ քո վերքերի զորությամբ հենց հիմա կբժշկվեմ։ Եվ հիմա ձեռքդ դիր քո ցավացող, քո հիվանդ տեղի վրա եւ ասա հիմա Տեր Հիսուսի անունով հիվանդություն քո վրա հռչակում եմ Տիրոջս բաց վերքերը աղիքային հիվանդություն անհայտանում հենց այս վարքյանին ոսկրային հիվանդություն անհայտանում ոսկրածուցկի հիվանդություն անհայտանում, այրան հետ կապված խնդիր անհայտանում։ Ողնաշարի գոտկային հատվածի դեպի պոչուկը խախտված ող է ուղղվում, հենց հիմա Հիսուսի անունով։ Կրսկավանդակի եւ տարբեր տեղերի գոյացություններ, ձեռքը դիր այդ գոյացությունների վրա ու ասա դու իրավունք չունես մնասին վրա։ Հիսուս Քրիստոսի վերքերի զորությամբ հենց հիմա հայտացի։ Քեզ փառք լինի Տեր։ Թիկունքի կողմի ինչ որ կարծում եմ թիակի տակ է դա, չեմ իմանում դա սրտի է, դա մկան է, դա ներվեր է, չգիտեմ։ Ցավկա անհայտանում հենց հիմա Հիսուսի անունով։ Ծնոտի հենց ամիջապես տակ կոշտուկ կա, ծնոտի տակ պարանոցի մոտ։ Դա անգամ մարդը լեզվով զգում է իրան եւ խանգարող բան կա, հենց հիմա դա անհայտանում է Տիրոջ անունով։
Սա նոր տարվա նվերի պես է։ Սա նվեր է հիմա, վերցրեք այդ նվերը։ Տեր, ամեն մարդ, որ հիմա իր վրա ձեռք կդնի, թող լինի բժշկություն։ Հայր, Որդուդ Հիսուսի անունով մենք դնում ենք մեր մարմնի վրա եւ ասում, իմ հետ ասեք, Տեր Հիսուսի բաց վերքերի շնորհիվ հենց հիմա բժշկում եմ։ Ամեն։ Թողեք ձեր ձեռքերը։ Եվ հիմա դահլիճը չի կասկածում։ Այ հիմա գալու է կասկածը։ Չկասկածես։ Եվ հիմա ես հարցնում եմ, ում հետ բան եղավ, նախ պիտի քեզ փորձես, որ իմանաս։ Սկսի քեզ փորձել։ Ողնաշարա, ոտքերա, օմբայա, ծնկա, չգիտեմ, ատամնաշարա, աչքերա, ականջ, դիմային ներվ, ինչ որ այա, փորձի քեզ։ Ինչ եղավ։ Սնոտը։ Բարձրախոս, վահե բարձրախոս, փառաբանություն, բարձրախոս։ Տատիկը, հա, ճիշտ եմ ասում։ Տատիկը լացում է, ուրախացել, բայց տղան պրոստը կանգնած է։ Իմ թորնիկիս այս ներքի ծնոտը առաջ էր, իր մոտ բրեկետ է դրված, արդեն մի տարի է, երեքի առաջի օրը կանչեցին նորից բժիշկները, առաջարկեցին վիրահատություն, որ պետք է այս ծնոտը կոտրեն հետ գնալու համար, ես հրաժարվեցի, ճիշտն է, հա, հրաժարվեցի, երեքի ընդամենը երեքի առաջի օրը, Փառք Աստծո, ես այսօր անկեղծությամբ, ես շատ մաքուր սրտով, ես արդեն մեկ տարի հաճախում եմ այս եկեղեցին, իհարկե ձեր շնորհիվ Փառք Տիրոջը, ինչ եղավ, ինչ։ Հիմա ծնոտը հետա գնաց, իրան բրիկետ ունի դրած, բաց իրանը, բալ։ Բայց տեսակ գնալուց տեսակ։ Չէ, այդ պահը չնկատեցինք, որ դուք որ ասեցիք ծնոտի բժշկություն է գնում, ես նայեցի աս ձեռքը դիր վրա, երեխան Պարզ է երեխա միամի ձևով ձեռքը դրել։ Հիմա երեխու ծնոտը հետա գնաց է արդեն։ Հիմա դու տինես բժշկես, ով որ ծնկների հոդերի խնդիր ունի, աստիճան իջնել ավելի ծանր է, չէ։ Հիմա դու տինես բժշկես, որ աստիճան իջնես, տենց հավատում ես, հիշի քեզ 20 տարի առաջ, հիշում ես, ուզում ես տենց լինի։ Հիմա ասա, Տեր, ուզում եմ 20 տարի առաջվա առողջություն ունենամ։ Ձեռքը դիր ոտքերիդ վրա, դիր հիմա։ Տեր, ուզում եմ ոտքերս լինի 20 տարի առաջվա նման։ Հայրիմ ասեցին քո որդու Հիսուսի անունով եւ հիմա Աստծո հոգի բժշկի իրան։ Հիմա շարժվի, թող ձեռքերդ շարժվի, հավատքով շարժվի, ուրախ։ Հավատքով արա այդ բանը։ Ինչ եղավ, պատմի մեզ։ Փառք Տիրոջը, ստացվեց։ Դե արի։ Դե որ ստացվեց, մի հատ ինձ լսի նոր արի։ Լսի, ճանապարհին չկասկածես։ Լսում ես։ Այդ ձեռնափայտը բերում ես, որ ցույց տանք ստեղ։ Դրանով չքայլես, հավատքով արի։ Սիրելի մեզ դիտողներ, մենք չհասցրեցինք կարդալ ձեր նամակները այս շաբաթ, նամակներ ունենք, որ անցած շաբաթ աղոթել ենք խնդիրների համար եւ ստացել ենք ձեզանից նամակներ, որ հրաշք տեղի ունեցավ։ Մենք աղոթել ենք Ստավրոպոլի համար, մեզ արդեն ծանոթ Գոհարը, որ բժշկություն ունեցավ իր երեխայի հետ կապված, նաեւ խնդրել էր ընկերուհու մայրիկի համար, որին ասել էին ավելնորդա որևէ միջամտություն, ինչքան կապրի, բայց հանկարծ այդ նույն բժիշկները ասեցին, այսինչ եք արել, եւ ռուսկան հայտացել է, բայց տարածվածները դեռ մնացել։ Եվ ես ասում եմ հիմա Տիրոջ անունով
այդ տարածվածներն էլ անհայտանան Հիսուսի անունով, Քրիստոսի անունով եմ ես ասում։ Մեզ գրել էր մեզ գրում է մի տղամարդ, չեմ կարում այդ նամակը կարդամ։ Ասում էր ախր չգիտեք ինչ սարսափ հա իմ աղբորս հետ, աչքերը ուռուցքից աչքերը դուրս է եկել, դուրս է գալիս եւ այդտեղից արուն է գնում։ Ասեցի Տեր ջան, մի բան արա եւ նամակ ստացանք, որ բավականին բան է փոխվել։ Տեր, հրճակում ենք բժշկություն կատարյալ Հիսուսի անունով։ Հայրին, մենք ձեռք ենք դնում ոչ մեր անունով, այլ քո որդու Հիսուսի անունով։ Եվ Աստծո Սուրբ Հոգի խնդրում ենք, հենց այս հագուստը դրվեց այդ մարդու վրա, թող քանդվի դևի արածը Հիսուսի անունով։ Դևի արածը, ինչ որ մտածել է, ինչ ստեղծագործություն որ հորինել է, թող քանդվի Հիսուսի անունով։ Եվ թող սկսվի նոր իրականություն, բժշկության, վերականգնման եւ քո մեջ քայլելու իրականություն։ Հայր Հիսուսի անունով ասեցինք ամեն։ Սիրելիներ, վաղը ժամը 4-ին եւ ժամը 7-ին Տերը օրհնի ձեզ, գնաք խաղությամբ։